Ողջույն, ես Անգելինան եմ, ով հետաքրքրված է տարբեր մասնագիտություններով եւ այսօր կուսումնասիրեմ հրուշակագործի մասնագիտությունը։ Քանի որ ես շատ եմ սիրում պաղպաղակ, ինչպես եւ բոլոր երեխաները, ես կպարզեմ, թե ինչպես են պատրաստում համեղ պաղպաղակ։ Ինչ է անհրաժեշտ պաղպաղ պատրաստելու համար։ Պաղպաղ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է բարձր տրամադրություն, բարձրակարգ բաղադրիչներ, բարձրորակ հումք եւ իհարկե լավ տեխնոլոգիաներ, որոնցով պետք է ապահովենք մեր պաղպաղակի լավագույն համը։ Իսկ օրական քանի հատ պաղպաղ կարելի է ուտել։ Անթիվ անհամար։ Իսկ ինչ օգտակար բաղադրիչներ ունի պաղպաղակը։ Պաղպաղակն իր մեջ պարունակում է շատ տարբեր օգտակար բաղադրիչներ, օրինակ անարատ կարագ, 100%-անոց անարատ կարագով են պատրաստվում մեր պաղպաղակները, ինչպես նաև կաթ, զերուցք, որոնք շատ կարևոր են եւ օգտակար մեր օրգանիզմի համար։ Իսկ ձեր արտադրանքը ուրիշ ընկերություններից ինչով է տարբերվում։ Ամեն ինչով։ Առաջին հերթին մենք տարբերվում ենք մեր յուրահատուկ եւ ինովացիոն փաթեթավորմամբ, որոնք շատ գրավիչ են եւ հետաքրքիր մեր բոլոր սպառողների համար։ Երկրորդը յուրահատուկ տեխնոլոգիաները, բարձրակարգ իտալական տեխնոլոգիաները եւ բարձրորակ հումքը, որով եւս մենք տարբերվում ենք շուկայում։ Շատ շնորհակալություն։ Գնանք պաղպաղակի արտադրությունը տեսնելու։ Այո։ Գնացինք։ Ասեմ, որ շատ հավես անցավ, ամեն ինչ շատ հետաքրքիր էր, մասնագիտություն ընտրելիս անպայման հաշվի կառնեմ, թե ինչ լավ եղեք, սեստյուն,